Երկայնքով ճաքը անցնում է, եթե ուշադիր նայեք, նույնիսկ վերին շերտը առանձնացել է իրարից։ Զվարթնոցի տաճարի մանրակերտն է, որը մոտ 30 տարի զարդարել է Վաղարշապատի համայնքապետարանի հարակից պուրակը։ Վնասվել է տևական անտարբերությունից։ Զվարթնոցի հարևանությամբ մշտական ցուցադրության են ներկայացված ևս 12 եկեղեցիների եւ վանքերի մանրակերտեր, որոնք նույնպես քայքայման եզրին էին եւ կարիք ունեին շուտապույտ վերականգնման։ Տեղերը, Գնդեվանքը, Կապուտանը, Լմբատավանքը, Եղվարդի Սուրբ Աստվածածինը, Տեղերի եկեղեցին, Էջմիածնի Սուրբ Աստվածածինը։ Նախորդին էջմիածինցիներն անակնկալի էին եկել մանրակերտերի ցուցափեղկերը դատարկ տեսնելով։ Դրանք միանգամից տարածվել են սոցիալական կայքերում տեղի տալով տարաբնույթ մեկնաբանությունների։ Իսկ իրականում Վաղարշապատի համայնքապետարանը մանրակերտերը տեղափոխել էր պատմազգագրության թանգարան վերականգնելու նպատակով։ Բացառությամբ երկուսի, որոնք արդեն վերականգնող վարպետի արվեստանոցում են, 11-ը դեռևս կմնան թանգարանում։ Հնարավոր է դրանց նորոգման աշխատանքներն այդտեղ էլ իրականացնեն։ 25 թվականը ես առաջարկեցի քաղաքապետարանի աշխատակիցներին, որ այո, պիտի սկսենք վերականգնումը։ Կարիք ունի վերականգնելու, կարիք ունի պուրակը ցուցափեղկերը պիտի փոխվեն պարտադիր, լինեն օդափոխությամբ, ջերմակայունությունը պիտի պահ լինի, QR կոդ պիտի լինի, որ կարողանա զբոսաշրջիկը QR կոդով կարդա ինֆորմացիան։ Վերականգնմանը զուգահեռ կփոխեն ցուցափեղկերի ապակիներն ու կապահովեն հերմետիկությունը, նաև օդափոխության համակարգ կանցկացնեն եւ կանեն ամեն հնարավորը մանրակերտերի անվտանգությունն ապահովելու համար։ Համայնքապետարանի պաշտոնյայի խոսքով մանրակերտերը որևէ փոփոխության չեն ենթարկվի, անգամ երկու խոնարհված եկեղեցիների կրկնօրինակները, որոնց նորոգման առաջնահերթություն է տրվել, ամբողջությամբ կապահովեն թե տեսքն ու գույնը, թե չափերն ու կառույցի վրա օգտագործված քարերի քանակը։ Բարոյց բուն իմաստով ոչ գմբեթը կար, ոչ մասնիկները, մենք նույնիսկ հանել ենք այն ժամանակ ատածում, որ եկեղեցին արդեն իսկ այդտեղ չի եղել, մենք նույնիսկ այդ քարերի մեջից իրակատորներն ենք հանել, տրամադրել ենք մասնագետին, որպեսզի ինքը նույնությամբ առանց ինչ-որ վնասելու վերականգնվի։ Նույնը բնականաբար մյուսների մասին։ Ինչ ենք այդ երկուսը առաջնահերթություն տվել, որովհետև իրենց վրա ժամանակային առումով եւ ծավալային առումով ավելի շատ աշխատանք կար տանելու։ Լմբատավանքը եւ Եղվարդի Սուրբ Աստվածածինը, այդ երկուսը շատ վատ վիճակում էին։ Ինքը նույնիսկ մտածում էր նորից պատրաստեմ, թե վերականգնեմ, ավելի հեշտ է նորից պատրաստելը, բայց ասում չէ վերականգնել։ Մանրակերտերը պատրաստված են բնական տուֆից, նաև բազալտ է օգտագործվել։ Կապուտանն օրինակ կապույտ բազալտից է, ինչպես բնօրինակում։ Քարի գույնից միջև շարված եւ հարթաքանդակներ բնօրինակների կրկնօրինակներն են։ Մանրակերտերի հեղինակներն անփոփոխ են թողել նույնիսկ կառույցների շարվածքների թիվը։ Եկեղեցին ոնց բնականից կա, քարերի գույնից նույնիսկ, այդպես էլ մանրակերտն է կառուցված։ Բացի դրանից մասնագետը մեզ ասեց, որ օրինակ քանի շար քար որ կա, մանրակերտները եւս այդ թվականակը թիվը պահած է նույն կերպ ասենք 10 շարք, ինքը 10 շարքը պահպանում է։ Փոքր չափսի ուղղակի շարքերը նույնը բարձրությունը դա արդեն մենք չափ ունենք հստակ։ Մանրակերտերը հեղինակել են Սամվել Հակոբյանն ու Հարություն Հարությունյանը 1997 թվականին։ Վերականգնման աշխատանքները հեղինակը Սամվել Հակոբյանն անձամբ է իրականացնում։ Վաղարշապատի համայնքապետարանի բյուջեից 2 միլիոն դրամ է հատկացվել։ Մանրակերտերը սկզբում 5-ն էին, տեղադրված էին Կոմիտասի անվան հրապարակում։ Պուրակ են տեղափոխվել ավելի ուշ եւ համալրվել եւս 8-ով։ Հայաստանի պատմամշակութային կոթողների 13 մանրակերտերը նորից իրենց պատվանդաններին կվերադարձվեն մոտ 4 ամսից, նորոգված ու պաշտպանական նորագույն տեխնոլոգիաներով զինված։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։